Պարոն Գևորգյան, ես կուզեի մենք սկսենք մեր խոսակցությունը 94 թվականից։ Լսեցի Սամվել Բաբայանի ելույթները, այնուհետև նրա արձագանքը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը։ Հարցս հետևյալն է. այսօր Հայաստանում շատերը, այդ թվում նաև Սամվել Բաբայանը, եւ դրանից հետո էլի ուրիշ մարդիկ կան, ասում են, որ 94 թվականի հրադադարը հնարավոր էր չստորագրել, հնարավոր էր 94 թվականին չկանգնեցնել ռազմական գործողությունները ու հասնել նրան, որ Ադրբեջանը ստրատեգիական պարտության, այն է կապիտուլյացիայի ենթարկվեր եւ ստիպված լիներ ստորագրել մի փաստաթուղթ, որով Արցախը կամ կանկախանար կամ կդառնար Հայաստանի մաս։ Քանի որ դուք անմիջական ներկայ եք գտնվել ռազմական գործողություններին, եղել եք պաշտպանության, մոռացա այնտեղ ասեի, պաշտպանության նախարարության վերահսկողության վարչության պետը, լավ իմացել եք զորքերիում եղած դրությունը, թե Արցախի եւ թե Հայաստանի Հանրապետության, ձեր կարծիքը այս հարցում ո՞րն է։ Ճիշտ ասած շատ ընդգրկուն հարց է։ Ես էլ եմ անհանգստացած, որովհետեւ հիշում եմ Վանոյի ասածը, դեռ պարտություն չկա, ամեն ինչ են անուսակի Վանոն Սիրադեղյան, ասում է, որ իսկական պարտություն լինի, ինչ կանեն էլի։ 94 թվականին ես եղել եմ Հորադիզում։ Այդ ժամանակ ինչ էիք։ Ես այդ ժամանակ պետնախարար Վազգեն Սարգսյանի օգնականն էի, խորհրդական էի։ Հունվարի վերջերն էր, Ղարաբաղից ասել էին, որ մեզ տեր չեք կլնեմ, անհանգստացած էին իշխանությունները, Ղարաբաղի իշխանությունները։ Նախագահան պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին հանձնարարեց, որ գնան նստեն Ղարաբաղում։ Իսկ ղարաբաղցիները պահանջել էին, որ ես գնամ Հորադիս։ Արթուր Աղաբեկյանը կենտանի է, Սերժ Սարգսյանը կենտանի է, գիտի, որտեղ այն ժամանակ, եթե աշխարհագրորեն նայենք, լրիվ ուրիշ զորամասեր էին։ Չեմ ուզում շատ, այսինքն ասեմ, բայց լրիվ ուրիշ ռազմական ուժեր պաշտպանում։ Եթե վերցնենք զոհերի թիվը, որ իվիճակում Զուրաբյանը ճիշտ է ասես թիվը։ Դա վերաբերում է դեկտեմբերի 18-ին, որ սկսվել է 93 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև մայիս, մինչև այդ բանը զինադատարը։ Այսինքն ձմեռային հարձակում այսպես կոչված Ադրբեջանի։ Դեկտեմբերի 18-ից մինչև բանը 2000 զոհ ենք ծույի։ Ու եթե վերցնեք զոհերի աշխարհագրական բանը նայեք, կտեսնեք, որ 90%-ով լրիվ ուրիշ է։ Այսինքն դա այն 93 թվի զորամիավորումները չէ, որոնք ենք այդ գործողությունները կա, լրիվ ուրիշ զորամիավորումներ եւ զոհերի թիվն զոհերն էլ են դենց։ Եվ մենք արդեն Հորադիզում օրական զոհերը ընկալով դագաղ չենք հասցնում, դες չէ որ մենք ասենք բանը 7-8 ժամ, այդ ժամանակ 7-9 ժամ անտատ ռմբակոծության տակ ենք։ Երևի ես լսել եմ Զուրաբյանի, որ ինչի համար սկսվեց դա։ Այդ ժամանակ Ռուսաստանը ինչ-որ պահանջ էր դրել, որ Զուրաբյանն ասեց էլ, ես չկրկնեմ, ու մենք չենք գազել ու սկսվեց պատերազմ եւ ադրբեջանցիները վստահ են, որ հաղթելու են։ Որտեղ իրանք նաեւ Ռուսաստանն էր զինամթերք տվել, իսկ մենք զինամթերքի շատ սուղ պայմաններ մենք չունենք։ Կներեք հազար անգամ Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցներից մեկում ասաց, որ իրավիճակը այնպիսին էր, որ մենք Մարտակերտից Մարտունի գիշերով զրահմեքենաներ էինք տեղափոխում եւ հետ էինք բերում հակառակ, որպեսզի հակառակորդին ցույց տանք, թե բոլոր տեղերում ունենք։ Եղել է, դեսպաներ եղել է։ Ունենք դրա, որտեղ իսկապես ունենք կարիքը դրա։ Եվ դա, այսինքն, այնպես չէր, որ մենք կարանք ես ինքս եմ, երբ որ հետ վերադարձա նախագահային կոնտուզիա էի ստացել, հետ վերադարձա, ես ինքս եմ նախագահան դեն տունեց ինձ, ես ինքս եմ խնդրել, որ պետք է դադարեցվի այս պատերազմը։ Որտեղ արդեն չենք կարում, շատ դժվար էր։ Չգիտեմ ինչ ով է, որտեղից են վերցրել, որ իրանք կարային, որ
առաջ գնային, բան մենք չենք կարած, մենք հազիվ դրեցինք այն դիսկերը, որ 16 թվին տվեցին, այդ լելեթեբեն բան 13 այդ կարևոր այդ կետերը ու մեծ զոհերի գնով բանով այդ ամրացանք այդ բանում։ Իսկ Ջաբրայելի ուղղությամբ։ Ջաբրայելի այդ հորադիզից վերև դեպի Ֆիզուլի, այդ պաշտպանական գիծն է։ Ես չեմ կարծում, որ դες բան, չգիտեմ, ես մեր այդ հատվածում ենք նույնն է Մանվելի մոտ էր, ես գնացել եմ այդ ժամանակ, Մանվելն եմ Արտակերտում էր։ Ես գնացել եմ, դա շատ դժվարությամբ են, դեղեր օրական ինքան զոհեր են տալիս։ Ամոթ ասել, մենք չենք ասում դագաղ սարքենք բանի, հրետանու այդ արգղներից ենք բանանում, որ մի կերպ ուղարկենք։ Այդ ամենամեծ զոհերը ժամանակ շատ զոհ են տվել մի քանի ամսում էր։ Ու հյուսված էր մենք մեր բանակը։ Պարոն Գևորգյան, Այդ օրինակ բախտից էր նաև ադրբեջանցիները բան չէ, որտեղ մի բան ասեմ, մենք գերի վերցրեցինք ու այն ժամանակ իրաց մոտ այնց նատոական բաներ կան, ագանանետներ բան, այսինքն արդեն Թուրքիայի օգնությունը շատ մեծ երևում էր։ Եվ մի բան ասեմ, ավանց այդ մեր մոտ հորադիզի թեմ է, կայարանի թեմ է, կրկնում էր բանը, ավանցիները։ Ու ամեն գիշեր իրանք գետի միջով Արաքսով մենք փորձում էինք բան անել, մինչև որ ասենք մի անգամ կարացանք շրջապահման մեջ գցել, որ դատարկ դրանից հետո էլ Լիբարետյանը մի անգամ կարծում գրել է ոնց արեցին, որ ավանցիները չգան, նոր բան են կարել, որտեղ ավանցի գերի է վերցրեցին, ասում է, հեսա մեզ օգնություն են գալու էլի նորից Ավղանստանից, բայց դրա թեմը առան, ես չենք իմանում, հետո որ Ժիրար Լիբարետյանը պատմեց, թե ինչ սև են էլի, կարասի դրա թեմը առնեն։ Պարոն Գևորգյան, Սամվել Բաբայանը հայտարարել, որ Հայաստանի եւ Արցախի միջև ինչ-որ խնդիր կա ռազմաքաղաքական ղեկավարության եւ դրա համար իրենք ծրագրում էին Միրբաշիրի օպերացիան, այսինքն մտնել դեպի Միրբաշիրի շրջան, բայց քանի որ Արցախի պաշտպանության բանակը չուներ համապատասխան սպառազինություն, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը արգելք էր դրել կամ Հայաստանը արգելք էր դրել Արցախի պաշտպանության բանակին նոր զինամթերք մատակարարելու հարցում, կային մարտավարական խնդիրներ, ինչպես ասվում էր, դրա համար տեղի չունեցավ այսպես կոչված Միրբաշիրի օպերացիան։ Ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ։ Գիտեք, ես էլ եմ կարծացել, դեռ ինչ-որ պետնախարարը պարզ է, պետնախարարը ասում է, ինքը նկատի ուներ Վազգեն Սարգսյանը։ Այո։ Ասեմ ինչ էր տեղի ունեցել։ Երբ որ մենք զինամթերք էինք բերում բանից, ասենք աններ չեմ, ասենք Վրաստանից, խոսքի օրինակ։ Պայմանական, հա, մի պայս տվել եմ, ես բերում ենք։ Երբ որ հետո բերում ենք գալիս էր արդեն համեմատական, երբ որ գալիս էր արդեն ցուցակները գալիս էր, որ նայենք էլի, գիտենք թե նախորդ ինչքան բրիտան, բերում ենք ցուցակները համեմատենք, թե մենք չկա։ Բարձում է, ասենք երբ որ գնում են բերելու, հայկական ինչ-որ շուստրություն էին անում։ Դուք գիտեք, ռուսական բանակի պայստաբերները, պրապորչիկները, ռուսական բանակի այդ քանդողներից մեկն էին։ Մեր ապրանքը ծախում էին բան է, ասենք դրանք արում ենք, բերում էին, ասում են, մենք առել ենք, տանում էին, այսինքն Ղարաբաղ, թե մենք փողով առել ենք, բայց հետո բանը գալիս է տերում ենք, որ այս մեր վրա է, այսինքն մեր ապրանքն է։ Եվ Վազգենը ուղարկեց, փակեցինք, ստուգում արեցինք, տեսանք, որ դենց է, այս ժամանակ դատարեցրել ենք։ Բաբայան Սամվելը պաշտպանության բանակի հրամանատարն էր այդ ժամանակ։ Այո, բանակի հրամանատարն էր։ Դատարեցրեցին այդ բանը, այդ բանին փակեցին, բայց դա երբեք կապված չէ մի Բաշիրի բանի հետ կապված, դրանք տարբեր բաներ են եղել, ես չգիտեմ, դες բան չի եղել, որ Միր Բաշիրի հետ կապված չի եղել։ Բայց եղել է այդ Միր Բաշիրի օպերացիայի մասին խոսակցությունները։ Դե մի Բաբան Սամվելն ասում է, որ ինչ-որ փորձ եղել է, թե մատակարարում են դատերեցրել, թե ինչ, բայց որ այդ բանը, որ ինքն է ասում, որ պետնախարարը բանը, դա այդ կապ չունի։